Մեծարգո ազգային ժողովի նախագահ, նախ շնորհավորում եմ ձեզ եւ ուզում եմ ասել, որ հպարտ եմ, որ նույն թիմում ենք եւ ձեր կողքին քայլել եմ, ով ձեր ճանաչում է, հպարտանում է եւ հարգելի գործընկերներ, ես սկզբից կուզենամ ընդհանրական խոսել իմ ընկերների մասին, իմ քաղաքական ընկերների մասին եւ պարոն Ռուբինյանի թույլտվությամբ, պարոն Ռուբինյանի, պարոն Կոնջորյանի եւ պարոն Ալեքսանյանի մասին, որտեղ այստեղ քննարկում ենք նրանց ընտրության հարցը։ Պարոնայք, ուզում եմ ասել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ուզում եմ ասել, եթե ազնապես ճանաչեք այս մարդկանց, կհասկանաք, որ կյանքում շահել եք։ Ես շատ ամպագորգոր բառեր չեմ ուզում շռայլել ընկերներիս համար, իրական նրանք արժանի են, բայց մի բան եմ հետաքրքիր ուզում ասել։ Հարգելի իմ գործընկերներ, գիտեք ինչի համար է, օրինակ, ընդդիմությունը ինչի համար չի մասնակցում պարոն Ռուբինյանի կամ չի ուզում ընտրել պարոն Կոնջորյանին կամ ընդդիմանում է եւ պարոն Ալեքսանյանին, ասեմ։ Օրինակ, մեր հարգարժան գործընկերները 130 տարվա կուսակցությունն են, անուն էլ դրել են հեղափոխական կուսակցություն, բայց գիտեք որտեղ չեն տեղավորվում, որ եկան երիտասարդներ, կազմավորեցին, կառուցեցին մի կուսակցություն եւ այդ գաղափարի շուրջ արեցին հեղափոխություն։ Նրանք այս 130 տարիա փորձում են ու իրենց մոտ այտենց էլ չի ստացվում։ Բայց գիտեք ինչի չի ստացվում, օրինակ իմ համար, իմ համոզմունքով, որովհետեւ նրանք կներեք, տարբեր ժամանակաշրջաններում մի բան են ուզում, տարբեր իշխանություններից պաշտոններ, չգիտեմ, նախկինում Սերժ Սարգսյանից էին, նրանք նույնիսկ մեր իշխանության ժամանակ են վերցրել պաշտոններ, այսինքն եթե չվերցնեին, եթե իրապես գաղափարական, իմ կարծիքով ներողություն եմ խնդրում, եթե իրապես գաղափարական միտ լիներ, միգուցե իրենք հեղափոխություն անեին։ Պարոն Խաչատրյան, մենք նույն հանձնաժողովից ենք եղել ու ես վստահ եմ, որ դուք ձեր տնտեսագիտությունը ավելի զարգացած է, դուք ինձանից ավելի լավ գիտեք տնտեսագիտություն, բայց քիչ թե շատ մենք էլ գիտենք։ Մենք գիտենք, չէ՞, որ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ ՓԲ-ներ կան, որտեղ տնօրեններն ստանում են ավելի բարձր աշխատավարձ, քան օրինակ նախարարը, կա, չէ՞, նման ինքնաֆինանսավորող ՓԲ-ներ։ Ինչի համար են այնտեղ բարձր աշխատավարձ տալիս տնօրենին, որպեսզի գա, որպեսզի ոտքի հանի եւ այլն եւ այլն։ Ես այս զուտ բանի համար ասացի, որ դուք կարող եք գրել եւ ձեզ կպատասխանեն, որ կան բազմաթիվ ՓԲ-ներ Հայաստանի Հանրապետությունում, որ ստանում են ավելի բարձր աշխատավարձ, քան նախարարները։ Եվ դա նորմալ է։ Պարոն Խաչատրյան, ինչքան կարելի է։ Տեսեք, ես ուզում եմ այստեղից ասեցիք բարեկամներ, ընկերներ, աշխատողներ, մի հատ հետաքրքիր բան եմ էլի ուզում ասել, միգուցե մեր այստեղի գործընկերներին հետաքրքիր լինի, օրինակ մի հատ կազմակերպություն կա, Քավլիցի ներողություն եմ խնդրում կազմակերպության ղեկավարներից, որ իրենց այստեղ ոչ PR լինի, ոչ հակա-PR, Ռոբերտ Քոչարյանի հարազատներին է պատկանում, որը Հայաստանի Հանրապետությունում կատարում է ամենամեծ, ամենաշատ գումարով տենդերները, ասֆալտապատման մի առյուծի բաժին, որը, եթե չեմ սխալվում, կոչվում է AAB կամ AAB։ Ու ընդ որում բազմաթիվ տեղեր էլ, եթե նույնիսկ թերանում են եւ այլն, այստեղ կառավարությունը իրաց թերացումներն ասում է, իրանք վերականգնում են եւ այլն։ Ժորժ ջան, այսինքն եթե մենք ընդդիմությանը այդ աստիճան ենք փորձում, այդ ձեր ներկայացրած, որ հանրության ուզում եք ներկայացնել, որ սենց մեզ նեղացնում են, սենց մեզ, չգիտեմ, փակում են եւ այլն, ինչ եք կարծում, եթե մենք այդ ձեր ներկայացրած մարդիկ լինենք կամ այդ իշխանությունը, այս կազմակերպությունը այդքան մեծ տենդերներ կշահեր, կամ սիրելի գործընկերներ, ուզում եմ մի հատ այս հետաքրքիր բան ասել, էլի, մենք երբ ապօրինի գույքեր ենք բռնագանձում, դուք խոսում եք մեկ մարդի գույքի մասին, եւ մեկ մարդի գույք եք փորձում պաշտպանել, օրինակ իմ մոտ հարց առաջանում, մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանի փեսայից
պետությունը հետ վերադարձվեց պետությանը, նորադուս ռադիո ՓԲ-ն, որտեղ մնացել էր ընդամենը մի քանի աշխատակից, եւ հիմա բարեբախտաբար, եթե այնտեղի տնօրինությունը չգիտեմ, բարձր աշխատավարձ ստանում, բարեբախտաբար վերազինվում է, աշխատում է շահույթով, վերազինվում է, աշխատողների քանակը առնվազն կրկնապատկվել է, այսինքն հիմա եթե օրինակ այնտեղ, չգիտեմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ լիներ, կասեիք ինչի համար է հարգելի գործընկերներ, բոլոր կուսակցություններից երևի այստեղ նստած բոլոր պատգամավորներից ինչ-որ մի հարազատ, ինչ-որ պետական տեղ պետական հիմնարկում աշխատում է, ու դա նորմալ է, որովհետև եթե մարդը գնացել է, կրթություն է ստացել, պետք է գնա աշխատի, ինչի մասին է խոսքը, իսկ պարոն Մանուկյանն այստեղից ասում է, որ կարմիր գծեր չենք անցնում ընտանիքներ, բաներ, Ժորժ ջան, ես հուսով եմ, այս խորհրդարանը զուսպ կլինի, ինչպես որ պարոն Ռուբինյանը կոչ է արել եւ չի անցնի կարմիր գծեր եւ 3 տարեկան, 4 տարեկան երեխային մասին չի խոսի, պարոն Կարապետյան, ես հուսով եմ դուք ձեր խմբակցության պատգամավորներին էլ կասեք, որ պետք չի երեխայի մասին խոսել։ Հա, ասում է բանը, հիվանդանոցի պարոն Մանուկյան ասում է հիվանդանոցի տնօրենները բան են, փողեր են վճարել, չգիտեմ, կամ նվիրատվություն են արել, որպիսի ՔՊ-ը գումար վճարեն, որպիսի ՔՊ-ն հաղթի։ Օրինակ ես կլինի հիվանդանոցի տնօրեն կամ ցանկացած մի մարդ, ով նվիրատվություն է արել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ես կմտածեմ, որ այդ մարդը փողը ներադրել, որպիսի պաշտպանի ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ որպիսի եւ խաղաղությունը։ Իսկ օրինակ այստեղ խոսում են, որ լրագրողները այս պատգամավորին սենց մամուլը գրում է սենց, ու դուք չեք արձագանքում, չեք խոսում կամ այնտեղից չգիտեմ ով գործընկերոջս ասում ճողոպրում ես, իսկ միգուցե այդ բաներ կա, որ պատվերով է գրվում եւ իրականությանը բացառապես չի համապատասխանում։ Եթե այդ ամեն ինչը իրականության համապատասխանում է, համապատասխան մարմինն է, օրենքով սահմանված կարգով, եթե գործ հարուցելու է գործեն հարուցում, կապ չունի լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ձեր կուսակցության անդամ, թե ուղղակի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բազմաթիվ լսել եք սկի հանրապետականի ժամանակ, օրինակ հանրապետական կուսակցության անդամը անցնի քրեական գործով, չէ, այդպես բան ես որ չեմ լսել, բայց օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամը եթե ոտը ծուռա դնում, մի անգամից բողոք դիմում է լինում, մի անգամից գործին ընթացք են տալիս, մի անգամից ու ավելի ակտիվ։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ իրականում այս մթնոլորտը շատ լավն է, ճիշտ է, մեր Հայաստան դաշինքը ոնց որ նեղվել է պարոն Ռուբինյանի առաջարկից, որ կարելի է բարեկիրթ լինել, կարելի է այս ամբիոնը օգտագործել հանուն Հայաստանի Հանրապետության շահերին, բայց ուզում եմ ձեզ ասել, օրինակ ես 5 տարի ձեր հետ պատգամավոր եմ եղել, ես չեմ հիշում միգուցե եղել է, բայց ես չեմ հիշում գոնե գետ մեկ անգամ մի գյուղի, քաղաքի կամ մարզի մասին, այստեղ հարց բարձրացվի, այստեղ գալիս է կառավարության ներկայացուցիչներն են գալիս, այստեղ հարց բարձրացվի, ձեր պատմությունը նույնն է, ձեր բառերը նույնն է, իմ համար 5 տարի լսել, շնորհակալություն։